Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ամբողջ աշխարհի վրա այսպես զորանտեսներ չլար։ Աշխարհի վրա այսպես զորանտես չկա, գոյություն չունի, ժողովուրդ փշակաղվելու է։ Սա մեծ հարստություն է, սա մեծ ատամանտ ոսկի է։ Հայաստանը ոսկի, արծաթ, ատամանտ։ Եկեք կառավարության արժեքները իմացեք։ Այո 5000 զինվոր նահատակների հասկացանք, մայրեր, քույրեր, ես ծերդեղը ներողություն եմ խնդրում։ Ոչինչ, պիտի ադա ըլլար, ասիա ըլլար։ Ես փոքր ժամանակ քերի եմ ընկե, բայց եկել եմ Հայաստան գրվելու Արցախի համար, Հայաստանի համար, բայց իրար սիրեք հարգեք։ Ես սեր կյանքի մերրեմ։ Ամբողջ աշխարհը մեզի նախանցում է։ Իմ հայազգ, իրար միացեք։ Սփյուռքից կամ ավելի ճիշտ Ռուսաստանից ուղարկված հայեր, ում որ փողը տվել են, ուղարկել են Հայաստան, որպեսզի ընտրեն Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Սիրելիներս, դուք ձեր ընտրությունը վաղուց կատարել եք, մեզ թողել եք մենակ Հայաստանում ու գնացել եք Ռուսաստան ապահով կյանք փնտրելու։ Ձեր ընտրությունը էդ է։ Դուք ստեղ մի որ փորձեք որոշեք մեր կյանքը, մեր ճակատագիրը, թե ով պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այն որ Հայաստանի քաղաքացիություն ունեք դեռ, չեք հասցրել 10-ով կանգնեք ռուսական պասպորտի։ Այդ չի նշանակում, թե իրավունք ունեք որոշեք մեր փոխարեն մեր ճակատագիրը։ Կամ եթե մի քիչ մաքրություն, անկեղծություն, արդարություն կա ձեր մեջ, հայրենասիրություն կա, մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի նկատմամբ հոգատարություն դեռ մնացել է, գնացեք ընտրության, քվեախցիկում ոչ մեկ ձեզ չի հետևելու, ոչ մեկ ձեր քվեարկությունը չի իմանալու, թե ում եք ընտրել։ Ընտրեք Նիկոլ Փաշինյանին համար 16-ին։ Մի փչացրեք այն, ինչ որ մի կերպ ժողովուրդը կարողացել է հասնի լավ ու վատ եղնելով, արուն քրտինկով, զոհերով, տանջանքով, ցավով, մի կերպ կարողացել ենք հասնել այս վիճակին, չփչացնեք։ Ձեր ընտրությունը մեր վրա է ազդելու, դուք նորից հետ եք գնալու այնտեղ, Պուտինի հետ փաթաթվեք, ապրեք, ու ռուսական պասպորտի 10-ով կանեք, բայց մեզ էլ ստեղ թողելու եք կրակը, այս արնախումների ձեռքը, ձեր բարեկամներին, ձեր հարազատներին, հաստատ ամեն մեկը մի քանի ընտանիք բարեկամներ դեռ ստեղ մնացած կլինի ձեզանից։ Մի որոշեք մեր ճակատագիրը, ձեր ընտրությունը կատարեք համար 16-ին քաղաքացիական պայմանագրին, ոչ մեկ չի իմանալու, փակ գաղտնի քվեարկություն է ու թողեք նորից հետ գնացեք։ Այդտեղ ձեր քարը կեղնի, որ եկաք Հայաստան, ձեր հարազատներին, բարեկամներին տեսաք, թողեցիք գնացիք։ Բայց չփորձեք փչացնել այն ամեն ինչը, ինչին որ մենք մի կերպ հասել ենք։ Իսկ ինչ մնում է կաշառք վերցնողներին ու տվողներին, դուք մեղք չեք իհարկել։ Ձեր երեխեքն են մեղք, որ դուք հեսա գնալու եք մի 7-10 տարի նստեք, հանցագործ, կեղտ, այդ ձեր հոգեբանությամբ, ձեր երեխեքը անտեր են մնալու։ Գոնե ձեր երեխեքի մասին մտածեք, այ ապուշներ։ Հայաստանի թշնամիներն եք փնտրում։ 44 օրյա պատերազմ, որտեղ դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Հայաստանի թշնամիներին մի փորձեք փնտրել Հայաստանից դուրս, դրանք հենց Հայաստանի ներսում են։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության մյուս առաջնորդների։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ստանձնել Ադրբեջանի փաստաբանի պարտականությունները եւ մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, այնպես էլ այն անուղեղ կալուգացին է փորձում օրակարգային հարց սարքել 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, մի բան, որ իրականում գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Էս են սրանք Հայաստանի Հանրապետության թշնամիները։ Մենք հիմա քանակերզեյթունում ենք, մի պահ ցույց տամ ժողովրդիցս հատված, ժողովրդից սկիզբն ու վերջը չի երևում, մի փոքրիկ հատված ցույց տամ, նայեք ու խոսքը շարունակենք։ Հիմա
տեսնում եք ոնց են ժողովուրդս մեր վարչապետի հետ հարաբերվում։ Տեսնում եք սերը ժողովրդի դեպի վարչապետ ու վարչապետի սերը դեպի ժողովուրդ։ Երեխաներին տեսնում եք, ուզում հիշեցնեմ, եթե կա Հայաստանի Հանրապետությունում որևիցե մարդ, որ այս քաղաքական տեսակետի ու այս սիրո համար մեր այս ժողովրդին հայհոյում է, ինքը բարոյական օրենքներից զուրկ մարդ է, ընդամենը միած սթափեք քաղաքական հայացքներով մարդկանց չեն հայհոյում։ Ու հիշեք, որ եթե դուք այդքան սիրում եք ձեր հայրենիքը, ինչքան որ մենք ենք սիրում, ուրեմն մենք իրար չունենք վիրավորելու, մենք իրար չունենք հայհոյելու քաղաքական տեսակետի համար առավել եւս։ Ու հիշացնեմ, երբ որ ես խոսում եմ ժողովրդիս անունից, ասում եք դու ժողովրդի անունից մի խոսա, հիշացնեմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդի իշխանությունն է 2018 թվականից հեղափոխությունից ի վեր, ու ինչքան ընտրություն եղել է, մեծամասնություն է կազմել քաղաքացիական պայմանագիրը, միջև հիմա եւ շարունակելու է։ Իսկ մեծամասնություն կազմած իշխանությունը ու իշխանության մասնիկը, որը նաև ժողովուրդն է, իրավունք ունի խոսալու ժողովրդիս անունից։ Իսկ հիմա 2026-ին բոլորս միասին ընտրում ենք 16-ին, դեպի հզոր, դեպի երջանիկ, դեպի քաղաքակիրթ, դեպի բարեկեցիկ ու խաղաղ Հայաստան։ Ուժեղ օլիգարխների եռյակին իրենց ուժեղ տղա լինելն ապացուցելու մի տարբերակ էլ ես առաջարկեմ։ Թող Գագիկ Ծառուկյանը, որի տղան փախած է հայկական արդարադատությունից եւ թաքնվում է Բելարուսում, հրապարակավ դատապարտի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, ըստ որի իրենք 44-օրյա պատերազմը պլանավորել են Ադրբեջանի հետ միասին։ Կամ թող ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը մի օր փորձվի թեկուզ մանր փոքր հարցով, ինչ որ հարցով քննադատել Կալուգա քաղաքի հարկայինի պետին, նալոգովու պետին իրենց լեզվով ասած։ Կամ թող արյունարբու օլիգարխ Ռոբերտ Քոչյանը մի օր առանց Լևոն Տեր-Պետրոսյանի օգնության հայր մերը ասի։ Արագ մի բան ասեմ, նոր իմացա, որ Սամվել Կարապետյանը ինձ դատի է տվել, որ ես ասել եմ, որ ինքը ըստ ինսայդերի եւ ֆակտորի FSB գրանցված աշխատող է եւ իրապահները նույնպես պետք է իրենց կարծիքը ասեն այդ ինֆորմացիայի վերաբերյալ, ասենք չգիտեմ, նույն հաջողությամբ կարող է Facebook-ին դատի տալ, ինտերնետին դատի տալ, Starlink-ին դատի տալ, ասենք չգիտեմ, իրանց տանդեմի են տգեղ քարից տաշած են քառակուսի արծիվներին դատի տալ։ Իդեպ մի բան է ուզում շատ վաղուց ասեի, արա բայց դուք ինչ անճաշակ եք, այդ ինչ անճաշակ եք դուք բայց։ Իսկ դուք ֆիքսեցիք Քոչարյանի հարցազրույցի այն կտորը, որտեղ նա ասում է, թե իր կուտակած միլիոնների ամեն մի ցենտի համար կարող է պատասխան տալ։ Լսում ես ու հասկանում ես, որ այս մարդը այդպես էլ չհայաֆիկացվեց, ոչ մի կերպ։ Հիմա էլ ուզում եմ նոյան տապանը բացեմ։ Արդեն ոչ թե ուզում եմ, պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը իր կինը, իրեն տղաները, հասները ու կենթաները սաղ արդեն պատվիրած